Առաջին հանրապետության օրվա առթիվ այսօր ամնդեսպանատունը փակ է այս մասին տեղեկացնում է ում ամնդեսպանությունը։ Այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկը հանրապետության տոնը։ 1918-ի հենց այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի հանրապետության ստեղծման մասին։ Հայ ժողովուրդը վճռական այո ասաց գոյության իրավունքին, ծանր մաքարումների գնով Բաշապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը։ 20-րդ դարասկզբի ողբերգություններից հետո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը ինչ-որ առումով հրաշքի էր նման։ Հայրենազրկումից ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը 3 տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնագազմակերպվել, ինքնապաշտպանական գրիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն։ Ցավոք, առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց խորհրդային հանրապետություն Հայաստան անկախությունը, վերականգնեց միայն 1991 թվականին սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով։ Հայաստանի հանրապետության ստեղծումը 1918-ին նվեր չէր, պատահականության արդյունք չէր, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։ Հայ ժողովուրդը հերոսական պայքարով, թշնամական բազմապատիկ զորքերի դեմ ինքնապաշտպանական մարտերով կարողացավ նվաճել անկախությունը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 Մայիսի 21-27-ը հայկական կանոնավոր զորամիավորումներն ու աշխարհազորը մարտնչում էին Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի դեմ։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են 20-րդ դարի ավարայր, սակայն համեմատությունն այնքան էլ ստույգ չի արտահայտում իրերի էությունը։ Անշուշտ Սարդարապատի հերոսամարտը շատ ավելի արժեքավոր ու կարևոր էր, շատ ավելի նշանակալի և ճակատագրորոշ։ Սա հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն էր տարած հաղթանակի շնորհիվ արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար։